Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 20 Եվ երկրորդ անգամ առանց մեղքի կհայտնվի իրան սպասողներին փրկության համար։ Եբրայեցիս 9-րդ գլուխ 28-րդ խոսք։ Սա է մեր հույսը։ Նա, ում մենք արդեն նայել ենք որպես առաջին անգամ եկածին շատերի մեղքերը կրելու համար, կրկին կհայտնվի մարդկանց որդիներին, և սա ինքնին երջանիկ սպասում է։ Սակայն այդ երկրորդ հայտնվելն ունի որոշ առանձնահատուկ հատկանիշներ, որոնք այն առավել փառավոր են դարձնում։ Մեր Տերը վերջ կտա մեղքի գործին, նա այնպես է հեռացրել այն իր ժողովրդի վրայից և այնքան լիովին կրել դրա պատիժը, որ իր երկրորդ գալստյան ժամանակ այլևս ոչ մի գործ չի ունենա մեղքի հետ։ Նա այլևս մեղքի զոհ չի մատուցի, որովհետև մեղքն ամբողջովին վերացրել է։ Այդ ժամանակ մեր Տերը լիովին կավարտի իր ժողովրդի փրկությունը։ Նրանք վերջնականապես և կատարյալ կերպով կփրկվեն և ամեն առումով կվայելեն այդ փրկության ամբողջ լիությունը։ Նա չի գա կրելու մեր հանցանքների հետևանքը, այլ բերելու իր հնազանդության արդյունքը։ Չի գա վերցնելու մեր դատապարտությունը, այլ կատարելության հասցնելու մեր փրկությունը։ Այսպիսով, մեր Տերը կհայտնվի միայն նրանց, ովքեր սպասում են նրան։ Նա այդ կերպարանքով չի երևա այն մարդկանց, որոնց աչքերը կուրացած են իրենց անձերով և մեղքերով։ Նրանց համար նա կլինի սարսափելի դատավոր և ուրիշ ոչինչ։ Մենք նախ պետք է նայենք նրան, ապա սպասենք նրան, և երկու դեպքում էլ մեր հայացքը կյանք կլինի։